սիրտերը կփանանք այսօր քո խոսքի դարչևը։ Մեր սիրտերը կփանանք քո ներկայությանդ։ Մեր սիրտերը կփանանք քո խոսքից։ Քո խոսքդ, որ երկսայրի սուրի պես կմտնե մեր մեջը, ճշմարտությունդ մեջտեղ կբերե։ Մեր կյանքը մեր առջևը ցույց կտա։ Մեզի ապաշխարության կբերե։ Մեզի կյանք կտա, մեզի զորություն կտա։ Կխոնարհենք Տեր այսօր քո ճշմարտությանդ առջևը, կյանք փոխող խոսքիդ առջևը Տեր։ Լեցուր մեր սիրտերը, լեցուր մեր կյանքերը։ Շնորհակալ եմ Տեր։ Բարելույս բոլորիդ։ Մենք երեք օր առաջ գոհապանության տոնը գսենք, չէ՞, այստեղ Thanksgiving տոնեցինք։ Կուզեմ այս համարով սկսել այսօր, որտեվ Սամոս 103-ով սկսել։ Նյութը այսօրվա բիդլա դիրոճմով կոհանալ, դիրոճմով բավարարվել, to be content in the Lord։ Սամոս 103-ը պիտի գարտամ գսե, Դավիթ գսե, ով իմ անձս օրհնե Տերը եւ այն ամենը, որ իմ ներսիտիս է անոր սուրբ անունը։ Ով իմ անձս օրհնե Տերը ու անոր բոլոր բարերարությունները մի մոռնար, որ գքավեք ու բոլոր աներունություններդ, գբժշկեք ու բոլոր հիվանդություններդ, գբրգեք ու կյանքդ ապագանութենե, գբսագեք քեզ ողորմությունով եւ քթությունով, գլեցնեք ու ձերությունդ փարությունով եւ քու մանկությունդ արձիվի պես կնորոգվի։ Ինչ քեղեցիկ են բարերը, չէ՞։ Ինչ անուշ է Տիրոջ աշխատանքը մեր կյանքի մեջը։ Եվ Դավիթ կշարունակի ասելով Տերը արդարություն եւ իրավունք կնե բոլոր զրկվածներուն, անիգա իր ջամփաները Մովսեսին ջանցուց եւ իր կորձերը Իսրայելի որդիներուն։ Հոս կտեսնենք, որ խոսի Մովսեսի մասին, որոնց ինքը իր ջամփաները ցույց տվավ, իր աշխատելու ցևը ցույց տվավ, եւ գխոսի ժողովրդի մասին, Իսրայելի ժողովրդի մասին, որ իր կորձերը տեսավ։ Ես կգնամ այս համարները գարտալ ծայրեծայր եւ ասել, որ ինչ քեղեցիկ են Տիրոջ կորձերը, եւ գրնամ ասել, այո, քեղեցիկ են կորձերը, բայց ինչ քեղեցիկ է աս խոսքերուն դերը։ Ինչ քեղեցիկ է աս խոսողը։ Ինչ քեղեցիկ անձ է, ինչ քեղեցիկ սիրտ է այս Աստված, որ այս բարերը գխոսիմ կյանքիս վրա։ Ամեն։ Եվ Մովսես այդ տեսակ մարդն էր, որ ջանցավ Աստծո սիրտը, ջանցավ, որ Աստված ով է, եւ գապվեցավ այդ Աստծո։ Գածես թե իրեն համար գրեթե կարևոր չէր, որ Աստված ինչ ուներ իրեն դալիք։ Կարևոր աներ, որ Աստված իրեն հետ էր կամ չէր։ Եվ այդ բարերը նույնիսկ ասավ Մովսես նախքան, երբ որ գասկած ունեցավ, որ գրնալալ, որ Աստված հետը չէր տա խոսացված երկիրը ասավ, չէ, ես առանց քեզի չեմ երթար։ Ես քեզ գուզեմ։ Ես քեզ ջանցած եմ։ Ես քու սիրտդ ջանցած եմ։ Տեր Հիսուսը հայրը ջանցած էր։ Կջանչնար, միշտ ջանցավ։ Եվ իր կյանքը ապրեցավ մեզի ցույց տալով, որ ինչպես հայրը ջանչնալով ինքը քալեց։ Դիրոջ դվածով դվածին չգապվեցավ, այլ հորը ինքնությունը, հորը էությունը ջանչնալով քալեց։ Ադորամար, երբ որ Սատանան եկավ իրեն փորձելու Մատթեոս 4-ի մեջ, ըսե այս կարին, որ հացը լա, կգշտանաս, լավ գլա։ Հաջողություն է, չէ՞, քարը հացը լա։ Եվ Հիսուս իրեն պատասխանեց, որ մարդ միան հացով չաբրիր, այլ ամեն խոսքով, որ Աստուծո բերնեն գելե։ Ուզեմ բոլորս միասին ամեն խոսքով ասենք։ Ամեն խոսքով։ Գիտեք ինչու գտնկձեմ ամեն խոսքովը, որովհետև Աստուծո խոսքը ադեներ բարձրացնող գրնա չերևիլ, ուրախ գրնա չերևիլ անմիջապես։ Գրնա Աստծո խոսքը հանդիմանությունը լալ։ Աստծո խոսքին համեմունքը այդ վարյանին գրնա քիչ մը գծու երևիլ քեզի։ Մենք Աստվածաշունչը գսե որ Աստծո խոսքը միշտ մեզի Աստծո սրբության գաբելու, սրբակրելու համար է, բայց այդ վարյանին, որ մենք այդ խոսքը գարնենք կրնալալ, որ համաչարնենք, բայց Տեր Հիսուս գսե ամեն խոսքով ես հորս հետ ես գաբրիմ ամեն խոսքին գաբվելով։ Կարևոր չի, այնքան որ Տերն է խոսողը, ես պիտի ապրիմ իրեն հետ։ Ամեն։ Ինչքան կարևոր էր Հիսուսի համար Աստծո անձին, իր հորը անձին գաբվելը։ Եվ հագարակ որ 40 օր անաբադի մեջը զոմրավ, իրեն չթրթեց Սատանան, իրեն չկարողացավ, իրեն չգրծավ իրեն համոզել այդ քարը, քարը հաց դարձնելու։ Մատթեոս
7-8 պիտի բանամ, որում մեջ կսե խնդրեցեք Աստծուն եւ պիտի դա ցեզի, խնդրեցեք եւ պիտի գտնեք, փախեցեք եւ պիտի բացվի ցեզի, որովհետեւ խնդրողը պիտի ստանա, խնդրողը պիտի գտնե եւ փախողին արժեվը, այսքան թուրը զարնողին արժեվը, թուրը պիտի բացվի։ Ամեն։ Այսինքն դերը գածես կարաչարգե եւ գսե մարդահրավեր գուտա, challenge գուտա եւ գսե challenge գնեմ քեզի, որ փնտրեք։ Challenge գնեմ, ցեզի մարդահրավեր գնեմ, որպեսզի փնտրեք, որտեղ եթե փնտրեք ցեզի անդարագույս կսեմ, գարանտի գնեմ, որ պիտի տեսնեք, պիտի գտնեք։ Ամեն։ Դերը գուզե գտնվիլ։ Իսկ մենք հայդենսի կխաղանք, բախվդու կխաղանք, որտեղ գտնվիլ չենք ուզեր։ Աստված երբ որ գսե փնտրե, Աստված գիտե որ մարդուն փնտրելու մեջը գտնել մգա։ Փորձեին զի գսե դերը։ Փնտրելու մեջը գտնել մգա, ես քեզ այդ բախվդուկ չեմ խաղար։ Պիտի բանամ այսօր երկրորդ մնացորդացեն, Second Chronicles պիտի բանանք միասին, որտեղ պատմությունը այսօր որում մասին պիտի խոսենք, ոնգը գտնվի։ 14-րդ գլուխեն գուզեմ սկսել։ Պատմությունը ցեզի պիտի ասեմ։ Այն ժամանակ Իսրայելը գար եւ Հութայի երկիր գար, Հութայի թագավորությունը գար։ Աստծո ժողովուրդը բաժնված էր եւ ընդհանրապես արդար թագավորները, անմարտիկա թագավորները, որ Աստծո հետ կարեցին, ընդհանրապես Հութայի կողմն էին։ Իսրայել շատ չար թագավորներ ունեցավ։ Հութայի թագավորներու մեջ քանի մը թագավորներ գտնվեցան, որ Աստծո խոսքին հետևեցան, Աստված փնտրեցին եւ Աստվածաշունչին համաձայն ուղիղ սեփվեցան։ Այսինքն բարի եւ ուղիղ։ Ասա թագավորը Ադոնցը մեկն էր։ Ասա թագավորը թագավորները մեկն էր, անոր դղանալ հետո պիտի խոսենք իր մասին, Հովսափադը, բայց ասա թագավոր Աստվածաշունչը գսե 14-րդ գլուխեն եթե գարտանք երկրորդ մնացորդած գսե որ Ափյան իր հայրերուն հետ քնացավ այսքան մերավ, անոր դեղը անոր որդին ասան թագավոր եղավ։ Եվ տեսեք ինչ գսե Աստվածաշունչը այդ մարդու մասին։ Ասոր օրերը երգիրը 10 տարի հանգստություն կդավ, ասա իր դեր Աստծուն արչև բարի եւ ուղիղ եղածը ըրավ։ Այսինքն ասա Աստված փնտրող մարդ էր։ Եվ գուզեմ ասի լավ հասկանաք, որովհետեւ բախնության մեջ պիտի տեսնենք, որ ասա բնավ գադարյալ չէր։ Ասա բաները որոշումներ արավ եւ նույնիսկ դեմը գսե որ ասա դեր լման երգիրը չգրծավ մաքրել, այդ ժամանակ հрьяաները Աստուծմեգը հերանային եւ գիտեք ինչ կնեին բարձր դեղերը գսե Աստվածաշունչը, այսինքն քաղաքի մեջ չլար բարձր դեղերը գերտային, հոնդեղ չաստվածներու նվիրված սեղաններ գշինեին, հոնգը բաշտեին չաստվածներ։ Եվ բարի եւ ուղիղ թագավորները ինչ կնեին գերտային եւ աս դեղերը մեկ առ մեկ կքանթեին։ Բայց ինքը չգրծավ ամեն դեղ կանտել, հագարակադոր նույնիսկ 15-րդ գլուխի մեջ գգարտանք կսե որ թեր միշտ իր բոլոր կյանքին օրերու մեջ դերը իրեն ուղիղ սեվեց։ Ինչու ուղիղ սեվեց եւ բարի, որովհետեւ դիտեցնենք, որ ինքը Աստծո խոսքը արժևորեց եւ Աստծո գաբեցավ։ Գսե երրորդ համարի մեջ օդար աստվածներուն սեղաններն ու բարձր դեղերը վերցուց եւ արծանները գոդրդեց եւ աստարովտին, որ չաստված մներ, ադոր գուրքերը գդոր ըրավ։ Հութային հրամայեց, որ իրենց հայրերուն դեր Աստվածը փնտրեն, ըսավ որ ժողովուրդ բոլորս միասին մեր կողմը պետք է լա Աստված փնտրել։ Թուրը զարգեք Աստվածաշունչը գսե Մատթեոսի մեջ եւ պիտի գտնեք։ Այն ժամանակ այդ գտնելու վստահությունն չունեին։ Մենք այսօր Սուրբ Հոգին ժամանակի մեջ գաբրինք, որ մեր մեջը գնկված է, մեր մեջը գաբրի եւ մեզի գարանտին գուտա, քրավագանը գուտա Աստծո խոստումին։ Ես կփնտրեմ եւ կգտնեմ։ Այն ժամանակ իրենք գիտեին կոնե Աստված փնտրելու կարեւորությունը։ Ասան գսե ամբողջ ժողովուրդը գուզեն որ ինձի պես Աստված փնտրի եւ Աստված քնահատեց, Աստված սիրեց իր ըրածը եւ կգարտանք 6-րդ համարի մեջ կսե դերը անոր հանգստություն տվավ։ Ինքը այսինքն գացես թե դերը գագնգալեր որ ասան իր ամբողջ ուժը եւ գորովը իր էներգին վատներ զինք փնտրելով Գսեր գսեն աշխարհի մեջ ամենասիրված մարզանքը ֆուտբոլը գսեն սպորտը, չէ՞։ Հավատացյալուն ամենասիրված մարզանքը սպորտը դերը գտնել պետք է լա, հաջելի է, որտեղ միշտ գոլ գտնես, կգտնես դերը։ Աստվածալ հաջիկ կարներ, որ դերը իր ժողովուրդը զինք կփնտրե։ Եվ ադոր համար է որ դերը հանգստություն տվավ անոր։ Ես այդ հանգստությունը գիտեք ինչպես կհասկանամ, որ եթե ինքը չփնտրեր Աստված, պիտի փնտրեր ուրիշ բանը։ Պիտի փնտրեր իր հաջողությունը, իր հաջողության յետևեն պիտի վազեր։ Եվ
Եթե երբ որ հաջողության երևեն գվազես, ընդհանրապես հանգստություն չի գա, անհանգիստ կլաս, որովհետեւ դեղը հասնես։ Կհասկանաք ինչ կսեմ։ Կյանքը քեզ անհանգիստ դրած է երբեք։ Մեգա։ Որ անհանգիստ կլաս։ Բայց Աստված փնտրելը քեզի հանգստություն կբերե։ Աստված այդ կսեն blind angles, այդ գույր անգյունները, որ կյանքիդ մեջ կրնանալ եւ թուն չտեսնես, Աստված քեզ մեջ չագնկալ էր, որ թուն Աստուծով ես ամեն տեղ տեսնես։ Կսե թուն ինձ եթե նայիս, ես այդ բոլոր գողմերը քեզի, այդ կողմանես քեզի կհանգստացնեմ։ Աստծո ժողովուրդը շատ վկայություններ այսպես ունի, ես հալունիմ, դուք հալունիք։ Աստված կհանգստացնե քեզ, որ թուն զինք կփնտրես։ Ամեն։ Կտեսնես, որ հակառակ այս խաղաղ ժամանակի մեջը թագավորը Եթոբացի Զարան 9-րդ համարեն կգարտանք 1 միլիոն ավելի փանագով կտեսնես, որ ասային վրա բادرազմի գելլի։ Ասան ալ հավատարիմը լալով Աստծո գտարնա եւ դեր իրեն կխոստանա, որ ես թշնամիտ պիտի զառնեմ եւ 12-րդ համարի մեջ դերը Եթոբիացիները ասային եւ հութային արչեւ զարգավ գսե։ Եվ քանի զարգավ Աստծո այսքան ասային փանագը իջավ եւ հալածեց աս ժողովուրդը եւ նույնիսկ ավար վերցուց, այսինքն ավար ինչպես կսեն անգլերեն, ինչ կսեն ավար spoils, yeah, the spoils of war, այսինքն ավար վերցուց այդ ժողովուրդեն եւ հարստացավ եւ փերին Երուսաղեմ Աստծո քաղաքը։ Եվ հոն կտեսնես, որ Աստծո խոսքը ասային գուքա եւ խոսողը Ազարյան է, որ մարգարե էր։ Եվ Ազարյան 15-րդ գլուխը եթե միասին բանակ կգարտանք, ասային արչև ելելով ըսավ ով ասա ու բոլոր հութա ու Բենյամին ինձի մտի գրեք։ Դերը ցեզի հետ է, քանի որ դուք անոր հետնեք եւ եթե զանիգա փնտրեք, զանիգա պիտի գտնեք։ Մենք ադոր Գարանտին ունենք, կփնտրեմ եւ կգտնեմ հոն Աստծո մարգարեն ժողովրդին գսե, որ եթե փնտրեք, պիտի գտնեք։ Եկեք միասին ասենք, եթե փնտրեք, պիտի գտնեք։ Եվ այսինքն խոսի ժողովրդին, որուն մեջը Սուրբ Հոգին չեր ապրեր։ Ժողովրդին կխոսվի, որուն համար Աստծո ներկայությունը վայելելը միշտ թուրսեն համներ։ Հասկանաք, Աստված գիտե շատ լավ որուն կխոսի։ Եթե իրենց այսպես գրծավ խոսիլ, երևակը այսօր քեզի ինչ կսե։ Եթե փնտրեք, պիտի գտնեք։ Եվ իրենց մարգարեություն կուտա եւ մարգարեության ծայր 7-րդ համարը կուզեմ գարտալ։ Իրենց կսե, որ եթե դուք հիմա դուք զորացեք եւ ցերկերնից չթուլանա, վասնզի ցեր կորձին վարձք կա։ Կսե բնավ հիմա պիտի չի թուլանաս, կսե ասային եւ ժողովրդին, կսե քու ըրածիդ մեջը վարձ կա, դերը կքնահատե քու ըրածից։ Բարձ խոսքը։ Երկար փարակ մանրամասնություն դիտել չգար մեջը, բայց տեսեք ասան ինչպես բեբեկի պես ուրախացավ, մանուկի պես ուրախացավ եւ աս խոսքը լսեց, ասա այս խոսքերը որ լսել են մարգարեությունները լսելով զորացավ։ Աս մարդը նոր գդրիչ փանակ առաջնորդած էր, հալածած էր թշնամին, հաղթած էր թշնամին, դերը հիմա գսե որ աս մարդը զորացավ։ Դե աս զորանալը սիրելիս լման ուրիշ զորանալ է, աս զորանալը գվերապերի Աստծո խոսքին քու մեջդ այդ երախտագիտությունը, այդ Thanksgiving-ը, այդ քնահատականը, այդ իր մեկ գախվիրդ որ մեջը գհարաճացնե, that feeling that you become dependent on him։ Ամեն ինչը դերը գլա, դու հոն գզորանաս։ Աստծո խոսքին արժեքը դեսնողի մը զորանալն էր ասիգա։ Աստծո խոսքին մեջը իր կյանքին ավիշը, ջուսը, նպատակը դեսնողին զորանալն էր ասիգա։ Ով կհասկնա ասածս։ Աս մարդը Աստծո խոսքը երբ որ ընկալեց իր կյանքի մեջը զորությունը սկաց։ Զորությունը որ հաղթելով հանդերձ դեր այդ վարգանին չեր ստացած։ Ես գերեվագեմ ու թակավոր որ բادرազմ հաղթեգամ տուն։ Կյանքիդ մեջը հաջողություն ունենաս։ Զորավոր չես սկար։ Եվ ընդհանրապես ինչ կրա մարդը այս տեսակ է, երբ որ հաջողությունը ունենաս, մեջդ վստահությունը կշինվի։ Եվ հաջորդ հաջողությունը դու այդ վստահության վրա հիմնվելով գսես պիտի հաջողիմ նորեն, ես ծև մսորվեցա։ Ես խելացի եմ, ես ջարդար եմ, ես իմաստուն եմ, բայց ասան Աստծո խոսքին վրա զորացավ։ Ցեով որ միջև այդ ադեն չեր զորացած։ Ամեն։ Եվ տեսեք Աստծո զորանալը ինչ հարաճացուց իր մեջ։ Ինչ փերավ իր մեջ։ Միասին գարտանք։
8-րդ համարին շարունակությունն է, որ զորացավ եւ Հութայի ու Փենյամինի բոլոր երկրեն ու Եփրեմի լեռնեն եւ Արաց քաղաքներեն բղծությունները վերցուց։ Զորացավ, առաջին կորձը որ ըրավ, քնած եւ երգիրը մաքրեց։ Այսօր հավատացյալը առաջին բանը որ գնե, որ դիրոջ խոսքը կայրենի չգնե, իր կյանքը կմաքրե։ Առաջին բանը որ իրեն հրամի չրավ, ապաշխարության կանչեց իրեն։ Ամեն։ Ապաշխարություն, բղծությունները վերցուց ու դիրոջը դաջարին սրահին արջևը եղող սեղանը նորոգեց եւ պաշտամունքի սկսավ, դիրոջ ներկայությունը փնտրելու սկսավ։ Իրեն համար Աստծո ներկայության քալը կարևոր երևցավ հանգարց։ Ինչ է, Աստված մեկ խոսք իրեն խոսեցավ։ Սրիս Աստծո խոսքը քեզի որքան գրնա շարժել մեջդ։ Ես հիշեմ, երբ որ դարձի եկա, Աստված ինձի զորավոր պատկամը չի տվավ, կամ առաջին հայտնությունը, որ սրտիս մեջ ըսկացի զորավոր բամը չէր, բայց իր ներողը լալը դեսա, իր սիրտս հասկացողը դեսա, իր մեջը դեսա ինձի բարձրացնողը դեսա, ինձի նոր կյանք տվողը դեսա, եւ նաեւ այդ խոսքի մեջ նաեւ իր հանդիմանությունը դեսա, որ իմ մեղքից նկատմամբ էր, բայց այդ խոսք ինձի վարձ դառնող չէր, այդ ներքին ըսկացումը եւ հայտնությունը ինձի բարձրացնող ալեր։ Եվ ադի շատ արժևորեցի եւ առաջին քայլը, որ մեջս եկավ, աներ, որ ես կյանքս քեզի պիտամ։ Ամեն ինչս քեզի պիտամ, ես կյանքս պիտի մաքրեմ քեզի համար։ Որն սիրելիս Աստծո խոսքը որ գուկա, նախ գուկա, որբեսի սիրտ մաքրե, ապաշխարես, զղջաս, փնտրես, իր ճշմարտությունը փնտրես։ Եվ ասան առաջին բանը, որ ըրավ երգիրը մաքրեց, սեղան նորոգեց։ Եվ տեսեք ինչ եղավ։ 9-րդ համարի մեջ Հութային եւ Փենյամինեն ու Եփրեմեն ու Մանասեեն, այսինքն Քովի շրջաններեն ու Շմավոնեն, առոնց քով գտնված բանտուղները հավաքեց։ Այս բանտուղները գիտեք ով էին։ Հրյաներ էին, որ գաբրեին Իսրայելի սահմանին մեջը։ Մարդիկ էին, որ չէին վայելեր թագավորը, որ Աստծով գարաչնորդվի, որոշեցին իրեն միանալ։ Ինչու՞, որտեղ իր մեջը տեսան, տեսեք Աստծո ասաշին բարերը ինչ կսե, քանի Իսրայելեն շատ մարդիկ անոր կողմը անցան, տեսնելով, որ անոր դեր Աստված անոր հետն է։ Խոսքը իրեն եկավ, մարդը ապաշխարեց, Աստծո ներկայությունը փնտրեց, տեսան, որ աս մարդուն հետ է Աստված, վկայություն եղավ։ Որոնց սիրելիս, որ Աստծո խոսքը կյանքիդ մեջ կա, դուն վկայություն կլաս ուրիշներու։ Հասկանաք զորանալ ինչ կնշանակի հոս։ Աս մարդը ով գիտե գուզեր այս բաները ընել, եւ երբ որ կգարտանք նախորդ գլուխի մեջ կտեսնենք, որ ըրավ։ Ըսավ ժողովուրդ Աստված փնտրեցեք։ Գնաց բարձր դեղերը քանթեց, մաքրեց, փորձեց մաքրել, բայց եթե Աստվածաշունչը հիմա գկրես, ինչ կհասկանամ, անանք մը մաքրեց, որ կյանքի մեջը չեր մաքրած։ Այդպես վկայեց, որ կյանքի մեջը չեր վկայած։ Շնորհակալ կգարձենք, որ մենք փամերինք վերջացավ։ Վրան Աստծո խոսքը նորեն թափե։ Նորեն ինչպես կնես այդ նույն բանը։ Աստծո խոսքը նորեն խմե։ Նա ինչպես կնես այդ բանը։ Մեկ բաժար կա, որ բաժանները մեկը, որ մեր կյանքը ապաշխարել եւ աշխարհեն վերանալ չէ, վերը թրիլ չէ, անի որ մենք այս կյանքի մեջ ամեն օր ընելիք ունենք եւ ամեն օր Աստծո խոսքը քեզի զորացնող է սիրելիս։ Ամեն օր ես կապաշխարեմ, ամեն օր ուխտս կնորոգեմ, ամեն օր վկայություն եմ ես Տիրոջ համար։ 10-րդ համարի մեջ կգարտանք, որ 11-րդի մեջ, որ իրենք զոհերին, ավարները, որ վերցուցին Տիրոջ արջև բերին եւ զոհերին եւ 12-ի մեջ կսե ուխտերին, որ իրենց հայրուն դեր եւ իրենց հայրերուն դեր Աստվածը բոլոր սրտով ու հոգիով փնտրեն։ Մենք փնտրեցինք կսեն, ինչ անուշ է փնտրելը, մենք միշտ պիտի փնտրենք Աստծո այդ ուխտերին։ Ամեն։ Որը մինչև մա տեսանք, որ ապաշխարություն բերավ, աղոթք բերավ, Տիրոջ ներկայությունը փնտրել բերավ, վկայություն բերավ, զոհ բերավ, անցը զոհել, Տիրոջ առջև բերել, ուխտ բերավ, covenant բերավ Աստծո հետ։ Աս ամենը ինչ է, ասան Աստծո խոսքը ստացավ, որ դերը քեզի վարձք պիտի տա։ Դերը քեզի կհարկե իր դեսած ու կյանքիդ մեջ դերը հավնեցավ։ Ինչքան ուժ տվավ այս մարդուն, որ այս ամենն է։ Եվ բոլոր հութան, եկեք 13-ին գարտանք, եւ ով որ Իսրայելի դեր Աստվածը չփնտրե, թե բզիկ թրեմեց, թե այր, թե գինը լա պիտի մերծվի, իրենք այնքան տեսան Աստծո կարևորություն, դու գսես ինչպես լա մեկ պիտի մերծնեն, հանեն ժողովուրդեն, բայց այնքան կարևոր տեսան, որ Աստծո խոսքին գարչիր, ինչքան կարևոր է ասին, որ եթե մեկը թարնություն պիտի խոսի, հագարակություն պիտի խոսի, Աստծո խոսքը պիտի շարքը մենք ժողովուրդեն դուրս պիտի տնենք այս մարդը։
Մենք չենք ուզեր վարակվել աս անուշ հարաբերութերեն դիրոջ հետ, մեր դերը փնտրել են։ Մեծ ցայնով եւ ցնծության աղագով եւ փողերով ու շփերնով դերոջը երթում էին։ Աս մարդիկ երևակայեն, որ մեջերնին հավաքված է ամբողջ Իսրայելի ժողովուրդը եւ մեկը մյուսին գտեսте, իր տրացին գտեսте, միշտ միտքեն ովքեր անցուցած ասմարտը հեչ Աստծո հետ կապ չունի, բայց ոս Աստծո հրաշքը գտեսте, որ ամբողջ ժողովուրդը միապերան եկած է եւ դերը կբաշտե։ Ինչ է, Աստված խոսեցավ եւ Աստված զորացուց իրենց։ Ամեն։ Բոլոր հութան այդ երթումով ուրախացավ, քանզի իրենց բոլոր սրտովը երթում էին ու իրենց բոլոր գամքովը փնտրելով ինչ կսե, կդան զանիգա։ Աս ամենը սենենեդո չսեր պիտի գտնեք, կսե իրենց բոլոր գամքովը փնտրելով ինչ կսե, կդան զանիգա։ Դերը ամեն գողման է հանգստացուց զանոնք։ Արդյոք լերան վրա ասված դեսան ատվարյանին։ Աստված բարձրացան խոսեցավ։ Աստծո մարգարեն դեսան, որ Աստուծմով գայլա բան ծեվը կփոխե հրեշտակը դեսան։ Համը չի դեսան ասմարտեք, ինչ դեսան ատվարյանին, որ գսե կդան։ Իրենց կյանքի մեջ զորությունը դեսան։ Իրենց ապաշխարությունը դեսան։ Իրենց աղոթքի փապակը դեսան, ասմարտ ով գիտե փապակ չուներ աղոթելու, դերը զորացուց ասա, որ Աստված կփնտրե գոր։ Ըստիկ ճաշ տրացինը ով գիտե եկած է մարդը Աստծո արչև գեց, ասեք որ տրացին որ Աստծո հետ գապ չունի, հիմա ցերկերը բարձրացած Աստված կբաշտե գոր։ Դեսա որ կյանքի մեջ ամբողջ կյանքը վկայություն կփորձնել, չէ հաջողած հիմա մեկ խոսքով, մեկ վկայությամբ Եքովի ասկերեն, Քովի երգիրեն մարդ կուքա Քովը, որովհետեւ իրեն միանա։ Գրեցնե որ մեջը ուխտ նորոգելու Աստծո խոսքին հանդեպ բաղություն կար, ուխտ նորոգելու փապակ չկար, հիմա գելե զոհապերություն գնե եւ Աստծո հետ իր ուխտը կնորոգե։ Ասմարտիկ ուր դեսան Աստված, ասմարտիկ Աստված կդան իրենց կյանքի մեջը, դեսան որ իրենց կյանքը փոխվեցավ, սկսան բաներ անել, բաներ փնտրել, բաներ սիրել, որ չէին գրնար անել, գուզեին գերեվի, բայց չէին գրնար անել եւ ադիրը ադվկայություն իրենց առաջ հերթին իրենց վկայություն եղավ։ It was a testimony to themselves in the first place to find God. Եվ գսե կդան։ Ալելույա։ Ասի գարտացի եւ աս կդանը ինձի լրիվ ամբողջությամբ շարժեց, որ ինչ ասել է դերը փնտրել եւ ինչ ասել է դերը գտնել։ Փախե, թուրը զարգ եւ պիտի գտնես։ Ասոն կդան ցևը Աստված գտնելու։ Եվ կդան եւ դեսեք, այս ուրախությունը եւ այս վկայությունը չեղա, որովհետեւ իրենք բادرազմ հաղթեցին, ասան բادرազմեցավ եւ հաղթեց։ Ասան բادرազմը հաղթել են հետո, դիրոջ խոսքը լսել են հետո զորացավ, եւ երբ որ այդ զորությունը վայելեց, արդեն ուրախացավ եւ կդավ դերը, չկդավ որ դες հաղթեց։ Շատ կարեւոր է սիրելիս, որ մենք չգաբվենք հաղթանակին կամ հաջողության, որովհետեւ ադոր մեջը չէ, որ ես դերը պիտի գտնեմ։ Շնորհակալ կդեսնենք մանավանդ Thanksgiving-ը գսենք, դիրոջը շնորհակալ եմ ասոր համար, դիրոջը շնորհակալ եմ ադոր համար։ Ադի քեղեցիկ է, բայց մեկը չի զորացներ։ Ես այսօր շնորհակալ եմ Աստծո անձին համար։ Ես այսօր շնորհակալ եմ, որ իր անձը կդա։ Շնորհակալ եմ, որ կփնտրեմ եւ ինձի ամեն օր փնտրելու այդ հաճույքը կուտա ինձի։ Ես բզիկները որ բահվոդու կխաղան, իրենց ուրախությունը իրական մեջ գտնվելն է։ Տեսնեք ասանք, դեմը կգնան ասանք, ես երբ որ գտնվին շատ ուրախանան hide and seek։ Իրեն մեջ Աստված գսիրե, երբ որ գտնվի ժողովրդին գոմե։ Աստված գսե փնտրե եւ կդիր Աստված գուզե գտնվի սիրելիս։ Ամեն։ Աստված մեզի հետ է, Աստված ներկա է մեր մեջ։ Ադորամար դժվարության արժե մենք կրնանք գամ փնտրել եւ գտնել, գամ կրնանք փորձվել հին հաջողությամը Benzinov kalel. We can try to go on energy that comes from one success and try to find him. Բայց Աստծո հետ ասփնտրելը եւ գտնելը մշտական բան է։ Կարևոր չէ ինչ պայման է գանցնի, որտեղ գուզեմ հաջորդ համարը բանանք, ասնույն հավատքի հերոսը 16-ի մեջ ասան, կտեսնենք, որ իր թագավորությանը վտանգ գուկա. There's a danger to his kingdom in chapter 16. Իսրայելի թագավորը գելե եւ Raman անունով քաղաք մգշին է։ The king of Israel builds Rama. Եվ Raman քաղաք մներ, որ պիտի թագավորության վտանգ կլար, Հութայի թագավորության
access-ը մուտքը պիտի գդրեր։ Եվ այդ ադեն այս մարդը որ կդավ հնդրեց դերը եւ կդավ այդ փորձառությունը վայելած մարդը գրեսնս որ այս վարգյանին չներադիգա եւ գերտա եւ ասորիներու թագավորին he goes to the king of Assyrians եւ իրեն գսե որ նայիր ես քեզի արձատ եւ ոսկի դամ եւ այդ արձատը եւ ոսկին որ իրեն բիտ այդ արձատ եւ ոսկինը որ ինքը երբ որ դիրոջ գործը կնահատեց ինքը անցամբ դրավ դիրոջ կանցարանի մեջը I have some gold and silver for you the same gold he gave God ես քեզի դամ ասիգա եւ թուն եգուր հետս թաշին կրե do covenant with me you have a covenant with Israel I want you to break it գուզեմ Իսրայելի հետ քու ուխտդ գնքես եւ գուզեմ որ թուն ինձի միանաս եւ հաղթես Իսրայելին Անադեն ես քեզի անշուշտ բիդի կնահատեմ քու ուրացդ։ Եվ այդպես է գլա։ Այդ օդար թագավորը, հեթանոս թագավորը, ասորի թագավորը գուկա Իսրայելի թեմ կբادرազմի, կհաղթե իրենց եւ ասանալ գերտա այդ Ռամա քաղաքը, որ իրենք կփորձեին շինել, that city they were trying to build Rama, գերտա ադոր քարերը եւ փայտերը, որ իրենք հավաքած էին գառնե եւ ինքն իրեն քաղաքներ կշինե։ Ես աս պատմությունը գարտամ գսեմ խելացի մարդ է ասել։ Աշխարհի տրամը ցերկներ 15 տարի 20 տարի խաղաղություն կար երկրի մեջ, այլևս փանիմը պետք չուներ այս մարդը, այլևս գրնա վստահիլ իր հարստության, չէ։ He can trust his wealth, his position. Գրնա այլևս վստահիլ եւ ըստ այնմ որոշում առնել։ Ես հոս դարբեր ասամը գտեսնեմ։ Ասան երբ որ իր վրա 1 միլիոն բանակ կուկար, ասամներ որ Պետք ուներ Աստծո փրկության։ Պետք ուներ Աստծո փամը ընելուն այդ վարգանին։ Շատ ավելի պետք ուներ քան այս վարգանին։ Այս վարգանը, այս ադենը ինք ավելի իմաստուն սկաց, ավելի փորձառու սկաց։ Որքան կարևոր է սիրելիս, որ ժամանակի ընթացքին հին հաջողությունը Աստծո հետ հարաբերությանը տեղը չառնե։ Հին հաջողությունը Աստծո խոսքին գարչելու cling onto the word of God ador դեղը թող չառնե հին հաջողությունը Աստծուց մե գախյալ dependent ըլլալու at անուշ ըսկացումին դեղը թող չառնե որքան կարևոր է որ ես իմ անձս գախյալ բահեմ dependent բահեմ Աստծո խոսքին ասան որոշում ուներ գրնար Աստծո հագարակ որ հարուստ կսկար հագարակ որ զորավոր կսկար հագարակ որ խելացի կսկար գրնար որոշել որ չէ ես at անուշ ըսկացումը որ ապրեցա Աստծո հետ գախյալ dependent ըլլալու at նույն հարաբերությունը գուզեմ հիմա բահել եւ ադոր համացայն գուզեմ քալել ադոր համացայն գուզեմ փնդրել ադոր համացայն գուզեմ գտնել գրնարն էլ չէ բայց ինքը ելավ եւ վստահեցավ իր խելքին իր խորամանկության եւ եթե թուղթի վրա քրես եւ քրես որ ինչ եղավ իրեն լավ բամներ Տշնամին բարդվեցավ քարերը հարստությունը փայտերը որ հավաքած էին որ իրենց փերթը շինեն բալադը շինեն արավ եւ ինքը իրեն համար քաղաքներ շինեց խելացի mastermind business խելացի շատ ավոր հաջողություն է հաջողությունը չի այսօր որ ցանկիտ մեջ Աստծո հետ քալելդ կվգայե սիրելիս հաջողությունը գրնաս գտնել որտեղ խելացի ես Աստված քեզ օրտնած է եւ հագարակ ասոր դեր Աստված բարի եւ ուղիղ կսեբեր ասան հագարակ սխալին Հավատացյալը գրնա սխալնել, բայց ես կուզեմ քեզ ասել, որ եթե դու փամը գար բարի կնկատես եւ ուրախանաս որ բարի է, բարի գերեվի ասելով եւ ուրախացար որ արիր կյանքիդ մեջ եւ ադով մեջ ուրախացար, եթե Աստծումով չրիր, գիտիր որ Աստծումով եթե ընեիր, շատ ավելի բարին պիտի ունենայիր, շատ ավելի աղբորը, շատ ավելի գադարյալը պիտի ունենայիր։ Եվ այդպես է գլա Աստծո խոսքը իրեն, Աստված կհանդիմանե, God reprimands him։ Մարգարեն գուկա 7-րդ համարեն պիտի գարտանք 16-րդ այնադեն Անանի դեսանողը Հութայի ասա թագավորին եկավ ու ասավ քանի որ ասորիներուն թագավորին աբավինեցար եւ քու դեր Աստծու չաբավինեցար քու վստահությունը Աստծու մեջ չի դրիր թուն քեզ մե գախյալ չուզեցիր ըսկալ Աստծուց մե you didn't want to be content in the Lord you didn't want to depend on him գսե ադոր համար ասորիներուն թագավորի զորքը քու ցերկետ ազատեցավ Wow! At ասորիներու թագավորը, որուն հետ ինքը թաշին կրավ, դերը նպատակ ուներ, որ ադի իր ցերկը դա թագավորը. That king that he made a pact with, he wanted him to defeat him later in his life.
to have eternal peace, որովհետեւ խաղաղություն ունենար, բայց ասա դու չրիր ասիգա։ Դու կացիր հետը թաշին կրիր, որովհետեւ երթաս քաղաքի մշուրջ Իսրայելի հետ գրիվդ լուծես։ Միթե եթոբիացիները ու լիբիացիները խիստ շատ գարկերով ու ցիավորներով բազմաթիվ զորք չէին, ես հետը չէի, երբ որ 1 միլիոնե ավելի բանակին հետ կրվեցար, հիշեցնե դեր իրեն։ Բայց որովհետև դու դիրոջը աբավինեցար, զանոնք քուցերքդ մատնեց, այն ժամանակ երբ որ դու աբավինեցար ինձի, վստահեցար ինձի, գախյալ ըսկացիր դու, շնորհակալ էիր, որ ես ով եք ու կյանքիդ մեջ վադոր արժեքը տեսար, ես արդեն քեզ հաղթություն տվի։ Եվ հանգստություն տվի, քո կորզդ միայն ինձի փնտրել եւ գտնել եղավ։ 9-րդի մեջ կսե քանզի դիրոջը աչքերը բոլոր երգերը գտիդեն, որովհետեւ իրեն ուղիղ սրտով հարողները ուժովցնե, գսե դերը երգերը կփնտրե, ես գերվագայում ասան խոշորացույցով մայկրոսկոպով մեկադասան կամ magnifying glass-ով կփնտրե, մարդ գա, ուղիղ մարդ, բարի մարդ, որ զիս կփնտրե։ Որովհետեւ ես կուզեմ այդ անձը զորացնել։ Ես ոնց կսեմ Աստուծո փյուր, մաքուր ցկտումը, ուրախությունը, փափակը, կսեմ միան գտնեմ մեկը, հավատացյալը, ուղիղ մարդով, ուղիղ սրտով մեկը, ասան ուղիղ մարդ էր։ Կսե Երանի ես քեզ գտնեի անցերենը լայր, որ ես կգտնեի եւ կզորացնեի եւ գրնայի ասել, որ դու ինձմով գրծար նորեն հաղթություն գտնել։ Երանի կսե։ Յետեսեք ինչ քեղեցիկ է։ Հանդիմանության մեջ անգամ իրեն վար զարնող չեր ասիգա։ Իրեն գնթունի, որ դու ուղիղ մարդ ես, Երանի գտնեիր զիս։ Ասանոս երկու որոշում ուներ, երկու ընդրություն ուներ, կամ գրնար ընդունիլ եւ ապաշխարել, կամ գրնար հակարագիլ։ Վերջին բաժինը ասան չի սիրեր Աստծո խոսքին։ Կսե դու այդ բանի մեջ անմտություն ըրիր։ Սխալ հաշիվ ըրիր։ Ասկե յետքը բادرազմներ պիտի ունենաս։ Խաղաղություն ունենաս մարդը տարիներով։ Հիմա դեր իրեն գուկա գսե քու սխալ որոշումդ consequence հետևանք ունի։ Գսե տուն ես քեզի խաղաղություն պիտի տայի, ասորենու թակավորը քրբանդ պիտի տնեի։ Բայց հիմա տուն պիտի բادرազմներ ունենաս, ինչու դեպ at գլուխը չգրծար գդրել at մարդուն։ At մարդը միշտ սահմանիդ պիտի գտնվի։ Ադիգ նեղացուց ասային Ես կու դղատեմ, կու զավակտեմ, կու կիցար, կու թակավորըտեմ, ասան կխոսիս ինձի հետ, բادرազմներ պիտի դաս ինձի։ Եվ ճշմարտաբար սխալ որոշումը գարնե, ասա դեսանողեն սրտողեցավ, այսինքն սիրտը նեղվեցավ աս մարդեն։ He didn't like what he said. Եվ զանիգա փանդը տրավ։ In jail. Վասնզի այդ բանին համար խիստ փարգացավ անգե։ Wow. Այն ադեն ասա ժողովուրդեն մեկ քանիներ հարստահարեց եւ գտեսնես որ ինչու կսե որ մի քաներ հարստահարեց գտես թե direct consequence է ուղագի հետևանք է Աստծո խոսքը մերժելուն սկսավ նույնիսկ անարդար գտնվել իր ժողովրդին հանդեպ գիտեք ինչու որովհետեւ իր մեջը թարնություն մտավ bitterness մտավ ասմարտը երկու որոշում ուներ գնար կամ ընդունիլ Աստծո խրադը հանդիմանությունը եւ անոր մեջը զորանալ նորեն անոր մեջ գնաց զորանալ սիրելիս գիտես Աստծո խոսքը բեչունի կեսելու որ թուն քեզ դի բարձրացնի վարձկտ կադարյալ բիտեմ առաջին խոսքը ադան գեր իրեն դժվար չէր զորանալ ատկե բայց քեզի challenge գնեմ թուն գզորանաս ամեն խոսքը որ Աստծո պերվենգել է ինչպես Հիսուսը ասավ մարդ չաբրիր միայն հացով այլ ամեն խոսքով որ Աստծո պերանեն գել է իր խրադը ինձի անուշ է այսօր Դավիթի բարերը գուզեմ գարտալ երբ որ Սաղմոս 119-ը միասին բանանք Psalm 119 yeah Կսե 119:70-72 Անոնց սիրտը ջարբի պես բարարդացավ գխոսի ուրիշներու մասին որ ուրիշ բաներով ուրախանան բայց ես քու օրենքովդ ուրախացա 71-ը կսե աղեկ եղավ ինձի որ վշտացա It's good for me that I mourned Լավ ինձ համար որ ես դխուր եղա գսե որբեսի քու կանոններդ սորվիմ շնորհակալ եմ դեր մեկը դա խոսե ինձի հաջիս խնդրեմ մեկը դա խոսքը դուր ինձի հազարավոր ոսկի է ու արձատե ավելի աղեկ է քու փերնիտ օրենքը ավելի աղեկ է այս նույն մարդը
Սամոս 23-ն գուզեմ գարտա, Սամոս 23-ը գսե երբ որ գնամ ասպես ասել, գսե երբ որ մահվան շուքի ծորի մեջ ենք անցնում, գսե քո ցուբը եւ քավազանը, քո ցուբը եւ քավազանը ինչ պիտի դեն ինձի, պիտի մխիթարեն զիս։ Ցուբը ինչ է ցուբը, այդ քավազանն է, քավազանի դեսակն է, որ հովիվը գործածեր ոչխարները ձեծելու, եթե սխալ դեղ գերտան։ Այդ ցուբը Դավիթ գսե կմխիթարե զիս, կբարձրացնե զիս, կզորացնե զիս, գուրախացնե զիս դեր։ Ավելի քան ոսկին եւ արձատը։ Այդ ցուբը նաեւ կգործածեր քայլը ձեծելու, երբ որ քայլերը կային եւ հարցագեին, թշնամին հարցագեր, ոչխար փորձեր խելել, այդ նույն ցուբը նաեւ իրենք կզարներ։ Այդ նույն խոսքը Աստծո հանդիմանություն է թշնամին եւ զորացնող հանդիմանություն է սրդիս։ Քավազաննալ դիրոջ առաջնորդությունը եւ դիրոջ զորություն եւ իշխանությունը։ Գսե երբ որ ես ինձի համար ամենակարևորը դեր անի որ քո ցուբը եւ քավազան ասկան քո խոսքիդ լման փովանտագությունը, the whole content of your word, Lord. When you reprimand me with the staff, when you reprimand me with the rod, երբ որ զիս կհանդիմանես կամ թշնամին թեմ կբաշխանես, կամ զիս կամ ինձ իշխանություն գնաս, կամ ինձ առաջնորդություն գտաս, ես քո խոսքը կարժևորեմ դեր։ Եվ մանավանդ դժվարության մեջ, երբ որ մահվան շուքի ծորի մեջ ենք անցնում, հաղթանակը չէ որ ինձ պիտի ուրախացնե։ He didn't say, give me a victory and I'll be so happy. I will praise you, Lord. Չսավ հաղթությունը կսպասեմ։ Ես կուզեմ խոսքը տեր։ Բնավ մի հերացներ խոսքդ ինձ մե։ Եթե սխալի մեջ եմ, սխալ դեղը գացիմ, գրնալալ ես ուրիշ որոշումը գրնայի առներ կյանքիս մեջ։ If I'm in the valley of the shadow of death, could it be I could have taken another decision in my life? Սորվեցուր ինձ դեր։ Սիրս թող հալիք էզի քո արջևից։ Նոր բան սորվեցուր դեր։ Խոնարհությունը կտեսնեք կոր։ Ասան չգրծավ ասին։ Եկանի չգրծավ անել, դեսեք իր կյանքի մեջ հետևանքը ինչ եղավ։ He had consequences of being bitter. Շարունակություն երբ որ կտեսնենք 11-րդ համարի մեջ 12-րդեն գարտանք, ասա իր թագավորությանը 39-րդ տարին ոտքի ցավով հիվանդացավ։ Ու անոր հիվանդությունը ծանրացավ եւ ասպաժինը լավ մտի գրեք։ Եվ իր հիվանդությանը մեջալ դերը չփնդրեց։ Եթե փնդրեր պիտի գտներ, բայց ինքը չգրծավ փնդրել իր հիվանդության մեջ. In his disease, he could not seek God. Why? Because of bitterness. Շատ ծանր խոսք է ասիգա։ Երևակայ է, որ ասմարտը Աստուծո խոսքին անուշությունը զորությունը սկացած մարդը մեկ անգամ սիրտը գարձրացնելով արդոնեց, որ փոխանակ, որ այդ փափակը աշխարհի սրտի մեջ Աստուծո արչև քալու, աբաշխարությունը աշխարհի սրտի մեջ, Աստծո վազելը աշխարհի սրտի մեջ արդոնեց, որ հագարագությունը աշխարհի սրտի մեջ, որտեղ իր ուզածը չեղավ։ Ինքը այդ վարկանին իր ուզածին ավելի կապված էր, իր օրհնության ավելի կապված էր, եւ իր ըսկայարանքներու մեջ, իր սրտի մեջ միան կտեսներ, որ ադիր ցերքեն գերթար։ Բادرազմ ըլլալը սիրտը խառնած էր այլևս։ Փոխանակ մեջը աբաշխարություն փնդրե, զորություն փնդրե, հաջորդ բادرազմ իրով հաղթել սորվի, արդոնած է որ թարնությունը սրտի մեջը իշխե եւ այդ բաժարով արդեն հիվանդության թիմած Աստուծո բժշկությունը ուզել չուզեց։ Ես շատ անգամ ես ասի diagnostic test, ախտաջանաչման test կտեսնեմ։ Երբ որ Աստուծո խոսքը այլևս քեզի չի շարժեր, այդ գախյալ վիճակը չես, dependent վիճակը չես սկար այլևս, մոդենալու փապակը գմերնի մեջ գրնալ որ թարնացեր է բաժիմը։ There's some bitterness somewhere. Նորոքե Աստծո հետ կողքդ։ Հագարակաս բոլորին իր բոլոր կյանքի օրերը Աստված կսե ասան ուղիղ մարդ էր։ Աստված սիրող մարդ էր։ Հագարակ ադոր թշփախտ վերջացան իր օրերը։ Վարվեցավ ծևով, որ իրեն վայել չէր։ Հաները ռա, որ իրեն վայել չէր եւ չգրծավ իր ամենաթժվար ժամանակ, հիվանդության մեջ չգրծավ Աստված բնի։ Իր դղան Հովսապատը ավելի խոհեմ վարվեցավ, ավելի խելացի վարվեցավ։ Եվ ուզեմ փանանք միասին 18-րդ գլուխը, որտեղ 17-ի մեջ կգարտանք, որ Հովսապատ, որի զավակն էր,
ինքն էլ բարի եւ ուղիղ մարդ ծեվեցավ, ինքն էլ Աստված փնտրեց եւ ուզեց որ ամբողջ երկիրը Աստված փնտրե եւ երկիրը մաքրեց բարձր դեղերեն, ուզեց որ ամար ճշմարիտ Աստվածը պաշտե։ 18-րդի մեջ կրստենք, որ շատ հարստացավ եւ 17-րդ համար գլուխը կսկսի Հովսապատ խիստ շատ հարստություն եւ փառք ունեցավ եւ Ակապին հետ խնամություն հրավ, գնաց եւ ամուսնական գաբ ունեցավ, այսինքն in-law եղավ Ակապին հետ։ Ակապը ասու թշնամի մարդ էր, Աստված անարգող մարդ էր, Իսրայելի թագավորներ աճամանակսի չես հութայի թագավորներ ընդհանրապես արդար թագավորներ եղան, քոնի մեջերն քանի մատ Իսրայել ընդհանրապես չունեցավ այդ արդար թագավորները, ինքը գերեւի ստրատեգի դեսավ, լավ բան դեսավ, գնաց խնամության գաբով Ակապի հետ հարաբերության մտավ եւ ադոր հետևանքը կտեսնենք։ Պատմությունը գսե որ Ակապ այն ժամանակ իրեն գսե չէ որ մենք միասին ենք խնամության գաբ ունենք, թաշինք ունենք, we have an oath together։ Եգուր հետս ասինչ թագավորին վրա հարցակենք, երտանք եւ բادرազմ ենք։ Եվ հոն Հովսապատ շիդակ բամը գսե նախ դիրոջ կամքը հարցնենք։ Ես կուքամ այդ հարց չունիմ, բայց եգուր դիրոջ կամքը հարցնենք։ Let's ask God what he wants։ Եվ այնադեն բանը Ակապ կերտա եւ 400 մարգարեներ գբերե, մարգարեներ որ իր ուզած բաները միշտ գսեին, տուն բիտ հաղթես, տուն ասպես ես, տուն անպես ես, այդ մարդիկը նույն բանը իրեն գսեն, այո, տուն քնա եւ պիտի հաղթես, պիտի չարթես տշտամին շատ ավոր։ Ակապ Աստված փնտրող մարդ չէր, ադի գիտեք, ուրեմն իր համար միակ ուզածը իր հաջողությունը եւ հարստությունն էր, ադոր յետևեն գվազեր։ Իսկ երբ որ Հովսապատ իրեն գսե գեցիր, ուրիշ մարդ չի գա, որ բերենք իրեն հարցնենք, փնտրենք։ Ինքը գահագարագի, բայց վերջապես Միքյան գբերեն եւ Միքյանալ վերջավորության իրեն գսե Աստուծո դեսածը գսե որ ես կդեսնեմ որ Իսրայելի բանակը պիտի ծրվի, պիտի քանթվի, պիտի բարդվի։ Ակապ շատ կներվի, գսե զանիգա փանդը τρեք գսե, ասմարտը փանդ τρեք Միքյան, մինչեւ որ ես խաղաղությամբ դառնամ, որտեղ անոր ես մարգարեություն անոր խոսք ես չի սիրեցի։ Ասանք խոսք չեմ ուզեր, ասմարտը փանդ τρեք։ Եվ Հովսապատ որ ավելի հասուն պետք է ըլլար, գիտակցող պետք է ըլլար, Աստված փնտրող եւ գտնող մարդ էր, հետը կալեց։ Ակապին հետ բادرազմի իջավ եւ surprise բարդվեցավ եւ Ակապալ որ նույնիսկ թագավորության հակուստները չերակված մասնավոր որ իրեն չզառնեն զառնվեցավ մերավ եւ Հովսապատ վերաթարցավ դեգուրտես անշուշտ ով կսպասեր Աստծո խոսքը խոսող իրեն կսպասեր մարգարեներն իրեն կսպասեր 19-րդի մեջ կգարտանք որ Հեու մարգարեն իրեն գսե պետք էր որ մեղավորին օգնեիր ու դերը ադողները սիրեիր վաու ես աս հանդիմանությունը ավելի զորավոր կտեսնեմ քան ինչ որ ասային ըսվեցավ հանդիմանությունը չէ Տուն դերը ադողը սիրեցիր Տուն կացիր դերը ադողին հետ նույն սեղանը բաժնեցիր աղջիկդ իրեն դվիր խնամի եղար հետը եւ ադոր ըսածին հետևեցար ահա ադոր համար դերը քեզի դեմ փարգացած է Բացկու վրա բարի բաներ գտնվեցան, քանի աստարովտի գուրկերը երկինքեն փնաչին ջրիր եւ կուսիրդ Աստված փնտրելու պատրաստեցիր։ Մեջը նաեւ այդ բարձրացնող եւ հավատարմության բաժինը գար։ Հովսապատ Երուսաղեմի մեջ կփնագեր ու նորեն լավ ժողովրդի մեջ պատդեցավ։ Առաջին բանը որ Հովսապատ դրավ հանդիմանության դիմաց, որ զորավոր հանդիմանություն էր, ելավ եւ ժողովրդի մեջ պատդեցավ։ Պերսապեին մինչև Եփրեմի լերը ու զանոնք իրենց հայրերուն հետ Աստծո Թարցուց Եգրի մեջը բոլոր քաղաքներուն թադավորներ դրավ նույնպես հութայի բոլոր բարսվաբադ քաղաքներուն մեջ he put judges in all the cities եւ ասավ նայեցեք թե ինչ կնեք քանզի ծեր Թադաստանը մարդու չի վրապերիր հաբադիրոջը որ Թադաստանի մեջ ցեզի հետ է ուրեմն գսե 7-րդ համար in 7th verse դիրոջ վախը ծեր վրա ալալ have the fear of God ըսկուշությամբ կորզեցեք work carefully քանզի մեր դեր աստուծունքով անիրավություն աչարություն եւ գաշարք չգա գսե դիրոջ հետ նորոգեցեք մաքուր եղեք ուղիղ եղեք ասե իմ խրադս ցեզի աս մարդը փոխանակ որ երթա եւ նեղվի որ դերը փարգացավ իրեն քնած եւ ավելի վազեց դիրոջ կովը եւ նորոգեց իր ապաշխարության ուխտը երգիրը մաքրելու յետը սկսավ եւ այդ զորության բաժինը որ տեսանք ասայի հետ
Դերոջ խոսքին զորացուց ինքը as հանտիմանութենեն from his reprimand he garnered strength and he repented եւ քնած եւ աբաշխարեց Աստծո առջև։ Սիրելիս ասի գծուցներ որ Աստծո խոսքն է որ քեզ գզորացնե։ Ոչ թե որտեվ լավ բամը քեզ իսվեցավ կամ քեշ բամը իսվեցավ։ Ես Աստծո ամեն խոսքին արժեք կուտամ։ Հանտիմանությունը լա, բարձրացնողը լա, սրբակրողը լա։ Դերը գիտե ինչ կնե ինձի համար։ Դավիթ երբ որ մեղքի մեջ ինգավ 51-րդ Սամոսի մեջ գրտամ in Psalm 51 when David sinned Նաթան մարգարեն իրեն եկավ։ Նաթան մարգարեն իրեն եկավ եւ ասավ «Տուն մեղք կործեցիր, you sinned»։ Եվ ասավ որովհետեւ տուն մեղք կործեցիր, այն զավակը որ ունեցար աս աբորինի հարաբերութենեն, the kid that you got from this unlawful relationship, պիտի մեռնի։ Դավիթ ասկեդո խոսքեդո քնած եւ ձունգ եկավ եւ աբաշխարություն ապրեցավ Տիրոջ հետ։ Իր ուխտը նորոգեց եւ փոխանակ որ լա որ դեր Երանի զավակս չառնես ինձ մեկ բան ասավ ինչ ասավ իրեն դեր քու հոգիտ ինձ չառնես do not take your spirit away from me ասմարտ ավելի գապվեցավ Աստուծո անոր խոսքին քան թե հետևանքին քան թե բադիժին նույնիսկ այդ բադիժը գերիվի իր սրտի մեջը հաստատվեցավ հասկացավ որ ինչու գլա եւ ասավ դերը ասոր մեջ ինձ հաղթություն բիդա դերը ասոր մեջ ինձ բժշկություն բիդա Դեր ասոր մեջ ինձի նոր քայլ պիտի դա։ Դիրոջ հանտիմանությունը Հովսափատին նորոգեց։ Ինքը գիտավ արժեքը խոսողին, ճանցավ խոսողը։ Եվ շարունակությունը կտեսնենք 20-րդ գլուխի մեջ դերը հարգեց, քնահատեց, he appreciated ինչ որ Հովսափատը հրավ։ Եվ երբ որ թշնամիները նորեն հութայի վրա բادرազմի գելեն, հոն դիրոջ խոսքը նորեն գուկա Ինքը ամբողջ ժողովուրդը կհավաքը Տիրոջ առջև եւ Հազրիելի վրա Տիրոջ հոգին եկավ, ադի 14-րդ համարեն կգարտամ եւ ասավ. Ով հութա եւ Երուսաղեմի բնակիչներ եւ տուն Հովսափատ թագավոր մդի գրեք, դերը այսպես կսե. Թուք մի վախնակ ու այսպես բազմությանը երեսեն մի զարհուրիկ, քանզի բادرազմը ցերը չէ, հաբա Աստծուն է։ Կսե այս 17-րդն այս բادرազմի մեջ թուք պիտի չբادرազմիք You will not wage war in this war, գսե, բայց դուք երևցեք եւ գեցեք, որբեսի Տիրոջ ցեզի ըրած փրկությունը տեսնեք։ Այսինքն ես գերեվագայեմ, որ իրեն դարետարցի նվեր կմտածի Աստված, գսե ասմարտը որ կփնդրե զիս, եկուր իրեն փնդրելու եւ գտնելու լավ փորձառություն մտամ։ Let me give him a good experience of looking for me, searching me and finding me. Եվ իրեն գսես քեզի բادرազմի եմ դանին, որում ես ճուն զենք պիտի չվերցնես։ Պիտի տեսնես որ դերը ինչպես կբادرազմի եւ 21-րդի մեջ կգարտանք, որ ժողովրդին հետ ասիգա բան է անունը մոռացա։ Հովսափատը 21-ի մեջ գսե ժողովրդին հետ ինքը գորոշե, գսե Խորհուրդ ըրավ եւ Տիրոջը երկողները որոշեց, որպեսզի զորքին արժևեն ելեն եւ Տիրոջը սուրբ փառքը օրտեն եւ ասեն կոհացեք Տիրոջմեն, վասնզի անոր ողորմությունը ավիդյան է։ Ամեն։ Բանդը գրնա ելնել։ Սամոս 46-ը գսե Սամոս 46-ը 7-ն գարտամ զորած Տերը մեզի հետ է Հակոբի Աստվածը մեր ապավենն է Եկեք ու տեսեք Տիրոջ գործերը ու որ ավերումներ ըրավ երկրի մեջ բادرազմերը գթաթրեցնե մինչև երկրի ծայրը աղեղը կգոդրդե եւ նիզակը կչարտե գարքերը գրագով գայրե հանդարտ գեցեք եւ քիծեք թե ես եմ Աստված Եթանոստերու մեջ պիտի բարձրանամ երկրի վրա պիտի բարձրանամ զորած Տերը մեզի հետ է Հակոբին Աստվածը մեզի ապավեն է։ Ամեն։ Եկեք ոտքի ելենք։ Գալանք Տիրոջ անձին համար
Եկեք շնորհակալ ըլանք իր հայրության համար։ Եկեք շնորհակալ ըլանք իր սրդին համար, որ ունի մեզի համար։ Եկեք շնորհակալ ըլանք այդ փապակին համար, որ մեզի համար ունի։ Եկեք շնորհակալ չըլանք, որ դե փամ ունենք։ Եկեք շնորհակալ ըլանք, որովհետև հավատարիմ Աստված ունենք։ Եկեք շնորհակալ ըլանք, որովհետև Աստված ունենք, որ մեզի բادرազմի մեջը իրեն հետ քալել կվարժեցնե։ Բادرազմի մեջը հաղթություն վայրելու շնորհքը կուտա մեզի։ Բادرազմի մեջը մեզի հանդարտություն կուտա։ Բادرազմի մեջը մեր սահմաններուն հանգստություն կուտա։ Բادرազմի մեջը մեզի գսե գեցիր հանգիստ եւ թիդե որ ես քեզի համար ինչ պիտենեմ։ Բادرազմի մեջ ինձի արիթ կուտա որ ես հավատքս ամբողջությամբ իր վրա տնեմ։ Ինձի կյանքիս մեջը արիթ կուտա որբեսի ես իր մեջ գախյալ լամ, dependent լամ։ Ինձի արիթ կուտա որ ես իրեն ապավինիմ, ինձի արիթ կուտա որ ես ամեն ինչս իր մեջ գախյալ ընեմ, իրեն գաբեմ։ Ինձի արիթ կուտա որ իր քերփնական եւ գադարյալ սրդին ես միություն ըսկամ հետը։ Ինձի արիթ կուտա որ իմ մեղավոր վիճակովս ես հաղթություն ըսկամ իր մեջը։ Ինձի արիթ կուտա որ երբ որ հիվանդ եմ ես իր մեջը բժշկությունը գտնեմ։ Հալելույա։ Ով գուզե այստեղը բաշտել։ Հալելույա։